Բայց ելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա ամեն։ Եթերը նորից քարտեզի վրա պահելով եմ անում ու հատկապես ցույց եմ տալի հենց այն հատվածը Հայաստանի, որը Սյունիքն է ու Վայոց ձորն է։ Հիմնականում այս հատվածը, սրա մասին է խոսքը։ Ինչի համար եմ հենց այս հատվածի վրա պահեմ, հիշում եք, ես մի երազ եմ պատմել, որտեղ ասում էի, որ իրանական զորքը մտել էր Սյունիք ու Վայոց ձոր, այս հատվածը ամբողջությամբ իրանց վերահսկողության տակ էր։ Այդ երազի մեջ ես ասում էի, որ ինձ տպավորություն էր, թե իրանք մտել են ու մեր շահերից, Հայաստանի շահերից պաշտպանում են, որ թույլ չտան ադրբեջանական ագրեսիան ու նման ձևով իրանք իրանց շահերն են նաև պաշտպանում, որովհետև Հայաստանի ու Իրանի շահերը այդ հարցում համընկնում էր։ Բայց այդ տեսածս երազի մեջ տպավորությունն էր այդ ձևի իրականում, որ իրանք եկել են օգնության, բայց իրականության մեջ դա զավթում էր Իրանի կողմից Սյունիքն ու Վայոց ձորը, բայց ներկայացված էր, ասես թե իրանք օգնության են եկել։ Ու հիմա այս պահին ես հիշեցի ուղղակի այս երազը, հաշվի առնելով այն իրավիճակը, որ ստեղծված է Իրանում, ու մենք գիտենք, որ շատ փախստականներ արդեն իսկ շարժվում են դեպի մեր սահմանի կողմը։ Անկախ չնայած որ շատ խոսվում է այն մասին, որ իրանցիների անվան տակ շատ ադրբեջանցիներ կարան լինեն, ինչը որ հասկանալի է։ Այստեղ արդեն մեր ղեկավարությունը, իշխանությունը, իրանք պետք է այդ հարցերով զբաղվեն, որպեսզի երկրի ապահովությունը, պաշտպանական հարցերով զբաղվեն։ Իմ ասածը դրա վրա չի, էսի սես թենես պետք է անեն։ Իմ ասածը այլ բան է հիմա, քանի որ այդ երազը հիմա հիշել եմ, ուզում եմ ուղղակի ուշադրությունը ձեր հրավիրեմ այն բանի վրա, որ այդ հոսքը, երբ որ գա Հայաստան այդ փախստականների, շատ կարևոր է, որ իրանք չկուտակվեն Սյունիքում ու Վայոց ձորում, իրանք չպետք է ստեղ մնան, որովհետև եթե իրանք մտածված, կենտրոնացած մնան այդ հատվածում, նշանակում է դա ծրագիր է Իրանի կողմից փախստականի անվան տակ զավթելու Սյունիքն ու Վայոց ձորը։ Ես այս մասին երբեք այս ուղղությամբ սես չէի մտածել, բայց հիմա հանկարծ ինչ-որ սենց մի բան հանկարծ հասկացա, եթե իրանք որպես փախստական փախնելով Իրանից ստեղծված այս պատերազմական վիճակի պատճառով գալիս են Հայաստան ու չեն տարածվում ամբողջ Հայաստանով մեկ, այլ կենտրոնացած մնում են Սյունիքում ու Վայոց ձորում, դա իրանից պետական վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, Սյունիքի ու Վայոց ձորի համար։ Դա նշանակում է իրանք նման ճանապարհով զավթում են մեր տարածքը։ Թող Տիրոջ զորավոր ներկայությունը իջնի Հայաստանի վրա։ Թող ամեն սատանայական ծրագիր բացահայտվի ու ցիրուցան լինի։ Թող դեռ չսկսված սատանայի բոլոր ծրագրերը խափանվեն։ Հայր, ես կանչում եմ քո պաշտպանությունը քո հոգու զորությամբ, ես արձակում եմ քո հրեշտակներին, որոնք պահված են քո տեսիլքի համար, քո պահապան հրեշտակները, որ հսկում են քո որոշված սահմաններով Հայաստանը։ Ես արձակում եմ բոլոր հրեշտակներին իրավիճակների վրա բերելու արդար դատը ամեն մեկի վրա, ով որ կփորձի դուրս գա քո տեսիլքի դեմ, քո որոշված սահմաններով Հայաստանի դեմ ու թեկուզ նենգությամբ ոնց է, եթե փորձում են նվաճեն Հայաստանը, քո Սուրբ Հոգու կրակը իջնի իրանց վրա ու մոխրացնի իրանց ծրագիրը հավիտյանս հավիտենից։ Կլինի դա
Իրանի կողմից, Ադրբեջանի կողմից, թե Թուրքիայի կողմից, կապ չունի, ինչ նենգություն էլ էս պահին, որ մտածել են, այս առիթից ուզում են օգտվեն, ուզում են ներխուժեն Հայաստան, թող իրանց երկրերի մեջ կրակը ուժեղանա ու մոխրացնի իրանց ծրագրերը ու ամեն քո թշնամիները թող հիմնահատակ ոչնչանան, ով որ դուրս ա եկել քո տեսիլքի դեմ Հիսուսի անունով, ամեն։